Տարին Գոշ գյուղում շինարարական է, միաժամանակ երկու սուբվենցիոն ծրագիր է իրականացվում՝ խմելու ջրամատակարարման ամբողջական համակարգի և գյուղամիջյան ճանապարհների կանխարգելիչ հենապատերի կառուցում։ Արդեն ավարտին է մոտենում ընդհանուր 85 մետր երկարությամբ 3 հենապատի հունիսի սկզբից մեկնարկած շինարարությունը։ Ընտրվել են այն ճանապարհները, որտեղ հաճախակի էին փլուզումները։ Առաջինը և ամենաերկարը նոր կառուցվող դպրոց տանող ճանապարհի հենապատն է՝ մոտ 40 մետր։ Հնդածս նաև ճանապարհը լայնացվել է։ Այժմ երկու մեքենա միաժամանակ կարող է հանգիստ անցնել։ Առաջինը սկսել ենք դպրոցի հարող հատվածից, որտեղ այնտեղ խնդիրները բավականին մեծ էր, տեղի է ունեցել նաև ճանապարհի լայնացում, այսինքն այսօր շուրջ 7 մետրանոց ճանապարհ կա այնտեղ, գրեթե կրկնակի, որտեղ մոտավորապես 3 մետր է եղել, թեկուզ մնացած հատվածներում էլ 20 և 25 մետրանոց հենապատերի հատվածներից մեկում էլ շուրջ 2 մետր ճանապարհի լայնացում ենք ունեցել։ Ամենաառաջինը փլուզումների վտանգն են կանխել, երեխաները արդեն կհաճախեն անվտանգ ճանապարհով։ 31 միլիոն դրամից ավելի ընդհանուր արժեքով սուբվենցիոն ծրագրի 45%-ը պետության մասնաբաժինն է։ Գյուղի բանուկ ճանապարհները ավելի բարեկարգ տեսք են ստացել, չկա նաև փլուզումների վտանգ։ Մյուս երկու 20-25 մետրանոց հատվածները նախատեսվում է գյուղի մեծ թաղամաս տանող ճանապարհների վրա, որը երկար տարիներ վտանգ է եղել, փլուզվել է ճանապարհների եւ փակվել է ճանապարհ տանող թաղամասեր տանող միակ ճանապարհը։ Այս փողոց, որը հասնում է գյուղի ներքևի թաղամաս, մոտ 1 կիլոմետր երկարություն ունի, որ տանում է խիտ թաղամաս եւ այդ ճանապարհի վրա ունենք հյուրանոցներ, հյուրատներ, ճանապարհի մոտ կես հատվածը տուֆապատված է։ Գյուղի վարչական ղեկավարի խոսքով ճանապարհի մյուս կեսը մոտ 5-ից 600 մետրը նախատեսվում է բարեկարգել հաջորդ տարի։ Ճանապարհաշինարարները Գոշում դեռ անելիք ունեն։ Վարդուհի Արզումանյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, լուրեր։